հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորում էր, թե այս ողջույնն ինչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ ստացար»։ Սա պարզապես ողջույն չէր, սա երկնքից եկած հայտարարություն էր. Աստված սկսել է փրկության գործը։ Ուրախացիր նշանակում է փրկությունը մոտ է, սա մեսիական սպասման ուրախության կոչ էր, որ կապվում է մարգարեական խոսքերի հետ։ Շնորհընկալ նշանակում է շնորհով լցված, լիովին Աստծո շնորհի տակ գտնվող։ Սա չի նշանակում, որ Մարիամը ինքն իր մեջ սուրբ կամ կատարյալ էր։ Այս բառը նշանակում է, որ Աստված է նրան շնորհ տվել, ոչ թե նա է արժանացել։ Տերը քեզ հետ է նշանակում է դու միայնակ չես քո կանչի մեջ։ Սուրբ գրքում Տերը քեզ հետ է արտահայտությունը միշտ տրվում է այն մարդկանց, ում Աստված կանչում է անհնարին առաքելության համար։ Այս խոսքը չի նշանակում պարզապես Աստված քեզ սիրում է, այն նշանակում է Աստծո զորությունը, հեղինակությունը և ներկայությունը քեզ հետ են քո կանչի մեջ։ Մարիամի դեպքում սա նշանակում էր աշխարհի փրկչի ծնունդը տեղի է ունենալու ոչ մարդկային ուժով, այլ Աստծո միջամտությամբ։ Աստված չի ընտրում ամենահզորներին, ամենաճանաչվածներին կամ ամենաազդեցիկներին։ Նա ընտրում է խոնարհներին։ Մարիամը աննշան աղջիկ էր մարդկանց աչքում, բայց մեծ էր Աստծո առաջ։ Նրա խոնարհ սիրտը դարձրեց նրան անոտ գործածվելու Աստծո կողմից։ Գալստյան այս օրը մեզ հիշեցում է. Աստծո շնորհը գտնում է նրան, ով չի վստահում իր ուժին, այլ ապավինում է Աստծուն։ Երբ մենք խոնարհորեն կանգնում ենք նրա առաջ, մեր վախը փոխվում է ուրախության, մեր հարցերն անպատասխան չեն մնում, իսկ մեր աննշան կյանքը Աստծո մեծ ծրագրի մաս է դառնում։ Այսօր թող քո վախերը և մտորումները մի կողմ, ընդունիր խոնարհ սիրտը որպես քո ամենամեծ արժեքը։ Տեր, հեռացրու իմ վախերը և օգնիր ինձ ընդունել քո խոսքը խոնարհությամբ և հավատքով։